սկսենք գեղեցկությունից տրամադրություններս բարձրացնենք, որովհետև եղանակը լավը չի, տարօրինակ եղանակը քամի է ու սենց գեղեցիկ բնություն, երեխեք, մաքուրոտ, ելնում ես, ելեմ որ ասում մի բաժակ սուրճը խմում ես ու լրիվ դզվում ես, սենց սարեր, երեխեք, սարերի մեջ են ես տները, լվացքս խանգարեց, ներողություն եմ խնդրում, հլը տեսեք, ստե երեխեք, ինչ էլ իսկոտ են ասում, իսկոտ, սունկ, սինդրիկ, ինչ հասես կա, ես բացի եղրջիկից ոչ մի բան չեմ հասկանում, դրա համար էլ չեմ գնում, չեմ հավաքում, մասուր, ինչ ասես կա երեխեք, ինչ ուզեք, պրոստը պիտի հասկանաք, որ հավաքեք, ես չեմ հասկանում, ձեռ չեմ տալի, որ չթունավորվենք։ Բարի լույս ձեզ, կերակ ձեր հացը, շուտով արդեն դուս կգաք, ման կգաք, տարածքը ազատում ենք, թեկուզ տեղ իրանց վիգուլի տեղն է, այն ներսը իրանք քնում են, բայց համենայն դեպս դուրս պիտի գան քուջուջի, իրանց պետք է քուջուջը։ Այս հլը չի թողում սիրեմ, տենում եք, կանտակտի չի գալի, ինչ ես, հլնայի, ինչ էր անում, կանտակտի չի գալի ես։ Տեսնենք հլը գայուշը մեր հարևանուհին ինչ հա անում, ворդ բերում է, ինչ ենք անում, ինչ ենք անում, սենց են, որ ասում է շիվարե կանգնել եմ, մաքրել եմ սաղ ստեղ, ակուրատնի իրանց համար։ Իրա ձակերը երեքին, որ հիշում եք փրկեց մեր հարևան գայուշիկը, դեր առատապես օշնի իրան, իր ընտանիքը, 12 ամսի 12-ին իրանց մի ամիսը լրացել է։ Մարտան մի պուճուր կանտակտի գալիս է, մոտիկ անում է, սիրում եմ, ուտի, մի պուճուր կանտակտի գալիս է ես, որցլնի, որցը կցենք, կհանգստանա, խելոքացե խեղճացել են երկուսն էլ։ Բայլու ժողովուրդ ջան, հլը իմ վիճակին տեսեք, հլը գույնս վապշե, երեք չառաջոր վապշե գույնս կցած էր, հլը իմ վիճակը, վապշե վիճակ չի, երեք չառաջի օրը վապշե չեմ քնե, երեք մյուս օրը կիսաբաց աչքով եմ քնե, այսօր եմ մի քիչ քնե հելե, հեսա կասեմ ինչն է խնդիրը, իմ պրակտիկայի մեջ, սենց բան կյանքում իմ հետ չի եղել, ուրեմն ժողովրդիս ասեմ, ճիշտ է ինկուբատորը իմ առաջինն է, բայց ես ճուտեր ստացել եմ շատ լույսի տակ։ Երեխեք ջան, ինչ եղավ ճուտիկները, ինկուբատորը, վերջին, ինչքան հանեց, ինչ եղավ, ոնց եղավ։ Եթե հիշում եք, ֆիրման Նիսուշկա էր։ Ուրեմն 20-րդ օրը ոչ ծակեց, ոչ բան, ճուտիկները մեջը ծվծվում էին, դե պիտի չձեռնարես, իրանք ծակեն, իրանք դուրս գան, օգնում ես, հանում ես, չեն ապրում, որը ապրում է, որը չի ապրում, այսինքն ինքը պետք է դուրս գա։ 21-րդ, 22-րդ օրը չէին ծակում, դուրս չէին գալի։ Ու մեր դիլիջանից ասում եմ, ումը զանգում եմ, ասում են դրանք չեն ապրի, մի 2 օր էլ կարողա տաքությունը լավը չի եղել, ցածր ա եղել, դուրս չեն եկել, մի 2 օր էլ պահի գլուխոյ անջատի ինկուբատորը, սենց բան, ու հարևաններից մի 2 հոգի ասեցին, որ եղել է մարդկանց հետ նման բան, դաժե 5 օր հետո են դուրս եկել ճուտիկները։ Ասի լավ, 2 օր է սպասեմ, այսքան սպասել եմ, 2 օր է սպասեմ, 2 օր է սպասեցի, մի քանի հատ դուրս եկան, մի 2 հատի ես օգնեցի, ոնց օգնեցի, տենց սատկեցին, սենց երեխեքիս ասեմ, կաշմար էր տիրում, ներվերից չէի կարում քնեի, ինչն է խնդիրը, իտոգում, ինչն էր խնդիրը, հա ես էլ ասեմ, հետևորդը զանգեց, հա եղբայր ջան, ես շատ լավ հիշում էի, ասեմ այդ Դիլիջանի եղբայրը ասեց ես էլ եմ դրել, մի օր հետո դու ես դրել, թե ինքն է դրել, մի օր հետո ես եմ դրել, այսինքն մեր ճուտիկները միասին պիտի դուրս գային։ Շնորհակալ եմ մեր Դիլիջանի եղբորից, տենց որ անհանգստացել էր իմ հետևորդը, վիդեոներս բաց չի թողնում, բոլորը նայում է, շնորհակալ եմ ես իրան, որ բոլորիցդ որ դուք իմ հետ եք, զանգեց, ասեցի, որ իմ պրակտիկայի մեջ sense բան չի եղել, ճուտիկները դուրս չեն գալի, sense խնդիր է, իմ պրակտիկայի մեջ sense բան չի եղել, ինքը ասեց, որ իմ պրակտիկայի մեջ sense իմ հետ էլ sense բան չի եղել, մի 2 օր էլ պահեք անջատեք, էլ իմաստ չունի։ Այտենց անհանգստացել էր, զանգել էր ու խորհուրդ տվեց, ասեց ես ըտե ձեր Վանաձորում մարդ գիտեմ իմ ինկուբատորը,
առել եմ, բերել եմ, նույն խնդիրն ա եղել, ինկուբատորից ա, ձեզանից չի, պերեդելկա, համ պերեդելկա է անում ինկուբատորը ձեր առած, համ էլ ինկուբատոր ա սարքում վաճառում։ Շատ ուժեղ մասնագետ ա, համար տվեց, գրեցի, զանգեցի, Արամ անունը, եկավ հասավ այդ անձրևին ցեխին, եկավ հասավ, ասեց ես Բանգլադեշ եմ մնում, Վանաձորի Բանգլադեշում եմ մնում, ասեցի որ ես գուգարկում եմ, ես դες ասել եմ որ գուգարկում եմ, վերջը մարդը եկավ հասավ, ասի խնդիրը ներկայացրեցի, հարցրեց, որը մանրամասներին ասեցի, որ սենց տակություն, սենց դաչիկս, ճուճիլկի ցույց ա տալի բացի երկու ցիֆր, ասեց շատ ա պահում, երկու ցիֆր որ գողանում ա, ուրեմն ինկուբատորը չի տաքացնում ցիֆրը, ուրիշ բան ա ցույց տալի, դաչիկդ ուրիշ բան ա ցույց տալի։ Լավ ասեց, Լուսինե ջան, գալիս եմ։ Եկավ այդ մարդը, հասավ իր հատուկ սարքեր ունի, միացրեց ինկուբատորին, նայեց ինկուբատորը, ինչն ա խնդիրը, ինկուբատորն ա խնդիրը, խնդիրը ես չեմ։ Ես սաղ իմ ցուցակով ճիշտ արել եմ, ասեց այդ կնոպկին ձեռնահարել ես, այդ որ ֆրաստում ես ջերմաստիճանը իջացնում, բարձրացնում ես, ասում եմ հա դե, ասենք ժամանակ առ ժամանակ, ասենք 10 օր հետո ուրիշ ջերմաստիճան ա, 20 օր հետո ուրիշ ջերմաստիճան ա, ասենք 15 օր հետո ուրիշ ջերմաստիճան ա, այտենց իջացրել եմ, ասեց խախտվել ա, իրանք նադյոժնի չեն, այդ ֆրիկը, այսինքն կնոպկա չի էլի, եթե ուզենաս փոխես, չարժի փոխես 20,000 դրամ ա այդ կնոպկեքը, մենակ այդ կնոպկեքը 20,000 դրամ ա փոխելը։ Վերջը գցինք բռնինք, նստեցինք, սրճեցինք, խոսացինք, ասեցի որ իմ հետևորդն ա, ես բլոգեր եմ, իմ հետևորդն ա ձեր համարը լավ ծանոթ տվել, ինքը ճանաչեց, ասեց հա ինքը շատ գոհ ա։ Վերջը մնացած ձուն ինքը ստուգեց, այդ նայեց, ուրեմն այս դեմի մասը չէր տաքացե, անձրևը բռնեց։ Այս մասը ձուն չէր տաքացե, այս կողքերը չէր տաքացե, մեջտեղն էր տաքությունը պահել, դրա համար ձվերը դուրս չեկան, մի քանի հատ են դուրս եկել։ Այն մի քանի հատին օգնեցի, որ օգնեցի սատկա, որն էլ էլի օգնեցի, բանը երեխեքիս ասեմ մնաց։ Կարոջի ձեր գլուխը չցավացնեմ, 10 հատի կյանքը փրկեցի հանելով, ես հանելով։ Դե որը խեղդվել էր արդեն կլյուվը, հա, կլյուվը որն ա, կտուցը, հա, կլյուվը բացում փակում էր, ուժ էլ չուներ ծվծվալու, խեղդվեց, որն էլ ձուն ջարդում էի, երեխեք արդեն խեղդվել էին արուն մարուն, սենց սաղ ձեռնես արուներ եղել, լյարդացած արուն, արդեն որ խեղդվել էին, լյարդացած արուներ։ Եթե ինկուբատորը խնդիր չունենար, ես 80% իմ ցուցակով 80% ճտահանություն կհանեի 100%, իտոգում բանը ակլոներս քիչ են, սեravնու կստանայի։ Այդ մարդը Արամը ասեց, այդ մասնագետը ասեց, որ նիսուշկան, ով նիսուշկա ինկուբատոր առել ա ֆիրման, բերել ա իմ ձեռքի տակով անցել ա, պերեդելկա ենք արել։ Վերջը հանեցինք ձվերը, ասեց ոչինչ, թող 2 օր հետո մնա, ես 2 օր հետո կգամ, կտանեմ ինկուբատորը, ասի չէ, եկել եք։ Ձվերը հանեցի, ասի ես տենց շատ եմ հանել ճուտերին, ձվերը հանեցի, դրեցի լույսի տակ, լույսը կախեցի տաքացնող լամպի տակ, ինկուբատորը ուպակովկա արեցինք, տվեցինք, Արամը վարպետը տարավ պերեդելկա անելու, շնորհակալ եմ Դիլիջանի իմ հետևորդից, որ հասավ, խորհուրդը տվեց, ես հետևեցի, ոնց ասում ա, պատրատիցա տկ պատրատիցա։ Դե հիմա ինչ անենք, տենց ա ստացվել։ Այսինքն ներկայացնում ա, ես մեղավոր չեմ, ներկայացնում ա ֆիրման, ես կարդում եմ ու առնում եմ։ Հա, կստատի, ինչ էի մոռացա ասեմ, ես գիտեի այն վերևի մասը, սենց երկար բաներ ա գնում, ինկուբատորի մեջ վերևը, ես ասեցի երևի վենտիլյատորը դրա մեջն ա, ակազվեցը մեջը վենտիլյատոր նայեց չկա, պատկերացնում եք, որ այդ վենտիլյացիան չկա, ինչքան էլ ինկուբատորի մեջ վրան, այն վերևի մասը կրշկեքը, օդ խաղալու համար ծակեր ունի, դա սեravնո, երեխեք ջան, կապ չունի, վենտիլյատոր պետք է լինի, վենտիլյատորը շատ ա օդ խաղում, ասեց ճուտերը մեջը շնչում են, վենտիլյատոր պետք է լինի, համ այդ փչի տարածի տաքությունը, համ էլ ճուտիկները, որ մաքուր օդ շնչեն, բայց ես երեխեք կարդացել եմ, որ նոր գնել եմ, զակազ եմ տվել, որ մեջը վենտիլյատոր կա, ակազվեցա, ես փողը գումարը վճարել եմ, վենտիլյատորը չկա։ Խափնվել եմ, որտեվ առաջի ինկուբատորն ա, չեմ հասկացել, ես ասեցի այդ Վայլբրիսից, ասի բա ուր է այս վենտիլյատորներն, ասես չգիտեմ, երևի էս ա սրա մեջն ա, եսը դրանից խափնվեցի, բերեցի տուն, թե չէ հետ կուղարկեի։
Էս է սենց, արդեն երկու ապրանք հա ես Wildberries-ից բան եմ անում այն ինչա սելֆի ձողը, որ իրա պրովուդը չի եկել հետը, все равно ես ունեի վերցրեցի, արդեն երկու անգամ բարախլիտ անում, ուշադիր պիտի լինեմ, որ տեսա, որ անդադ հետ չեմ տալի, արդեն ոնց որ բանա։ Սրանից հետո կպատժեմ եւ հետ կուղարկեմ։ Վենտիլատոր չի եղել մեջը ու այդ կնոպկեն էլ որ ձեռնահարել եմ, ինքը սկսել է սխալ աշխատել, ասեցի հա բարձրանում էր մինչև 40-39 քանիս, այսինքն խաշվում էր։ Խոնավությունը շատ էր բարձր, երեխեք ճուտիկները ճպճպում էին մեջը, ճպճպում երեխեք, խոնավությունը 60 քանիս էլ նորմալ է, ճպճպում էին, ասես ջրի մեջ ճպճպում էին այդ ճուտիկները։ Սկարլուպեն այդ կրճեպ, ասենց փխնում, մի հատ կպնում էր, ասենց խշրվում էր։ Բայց կապուտ կանանչ ձվինը ինչ նկատեցի, որ օգնեցի ճուտիկներին հանեցի, կապուտ կանանչ ձվի մեջի այդ թաղանթը մի քիչ հաստոտա, չեմ վառեկինը, ասեմ իմանաք։ Էս է սենց, հա, լավ հաստոտա։ Վերջը երեխեքիս ասեմ ինկուբատորը տվեցի, տարավ, շուտ կսարքի, կբերի խոտ կտամ։ Չեմ կոտրվում, բան չեմ անում, բայց всё-таки տանջվում եմ, էլի չեմ քնել, վազիցա եմ եղել, երեխեք ջան, անքուն անգիշեր գործ աշխատում ես, որ արդյունք տենաս ու այդ արդյունքը քեզ շատ է տխրեցնում։ Պանիկայի մեջ էի ընկել, ասում էի ով է արդեն փոշմանել էի, որ ինկուբատոր էի առել, ասում էի լավ էլ ճտահանություն եմ անում, կետ հայի ճուտը կառնեի կբերեի, էս ինչ սարքեցի իմ գլխին, այն որ ասում եմ մարդ որ խնդիր չի ունենում, իր գլխին խնդիր է անում, գնա պատրաստի ճուտերը տար, բայց դե գիտեք ինչ կա, մեկ էլ եմ ասում, մեկ էլ ասում եմ Լուսինե ջան, բայց չէ որ դու հավ ունես ու սա քո բիզնեսն է, դու ուզում ես քո հավերից ճուտ ստանաս, քեզ sense թե նենց պետք է ինկուբատորը։ Վերջը կոտրվեցի, ինչ ասեց ինձ, թե խի եմ առել այս ինկուբատորը, վերջում հասկացա, այդ մարդը եկավ, ասեց, լավ կլինի, մի մտածեք, սենց գույնս տեսավ կավիճ, վաբշե կավիճ։ Ճնշումս իջել էր, դե չէի քնել։ Աս երկու օր չեմ քնել։ Սրա խաթեր ասը խնդատ, ասեց ոչինչ։ Ծիծաղեց, ասեց ոչինչ։ Լուսինե ջան, սաղի հետ էլ լինում է։ Ասի հա դե ասում են մարդուն բան չլինի, երկաթին լինի, ամենայն դեպս ներես դնում, ուզում ես որ ստանաս են ինչ ուզում ես, դե որ հավեր էլ պահում ես, ուզում ես քո հավերից ստանաս, պիտի ինկուբատոր էլ ունենաս, այդ հստակ։ Ուզում ես քո ճուտերից ստանաս։ Եթե չես ուզում իմ նման տանջվես, վառնավացա ալնես, գնա պատրաստի ճուտիկները առ, սենց, որովհետև երեխեք վերապրում ես։ Սա մի ուրիշ բան է ու դա դու վերապրում ես, հետ այդ ձվի հետ, նռվայնանում ես, հիստերիա ես ընկնում, սպասում ես, հելան, չհելան, խիչ, նեղվում ես, երեխեք հաճելի գործ է, հաճելի, եթե դու բիզնես ես անում, ոչ թե 2-3 հատ ես պահում, հաճելի է, որ կենթանին կողքովդ մանա գալի պտտվում է, կենթանին ունես, սա մի ուրիշ աշխարհ է, հաճելի տանջանք է, ասեմ իմանաք, բայց ստրեսային տանջանք էլ է, ասեմ իմանաք, պատրաստ եղեք, նենց որ լրիվ իդեալական չի, ստրես էլ եք ունենում դուք անձամբ։ Հիմա հարևանիս զանգեցի, ասի երեխեք չգիտեմ ինչ անեմ, մինչև ինկուբատորը սարքեն ես 10 հատը, ես ինչ անեմ, ասեցին վաճառի է 10 հատը, ասի լավ դե նոր են ծնվե, մի քիչ դժվար են ծնվե, ճիշտ է աշխուժ են, սկսել են ուտել, ջուր խմել, բայց հələ դեղ չեմ տվել, երեխեքիս ասում են գնա մի 20 հատ էլ այստեղ արամ կա, ծանոթ ճուտիկներ ա վաճառում, ասեց գնա մի 20 հատ 15 հատ բեր, այն որ ասում է կեղտոտվել ես վանդակներ տես շատ է, բեր հետը դեղավորի, միանգամից դեղ մեղ տուր, միանգամից պահի, մինչև թազա ճուտիկներդ կհանես ինկուբատորը բերեն։ Էս է սենց երեխեք ջան, բոլորը քուրիկս էլ միաբերան, ասում են գնա ճուտ բեր։ Հիմա տենամ տնեցիկին ոնց եմ համոզում։ Էս անձրևին հաստատ չեն գնա, անձրև, ցեղ, ջուր, հաստատ չեն գնա։ Տեսնենք, կամուկած եմ ըլնում, չգիտեմ, գնամ բերեմ, չգնամ բերեմ, չգիտեմ, բայց բոլորը միաբերան, ասում են գնա բեր, գնա բեր։ Մի հետևորդուի գրել էր, հետևորդուի, ես չգիտեմ, որտեվ այնտեղ совсем ուրիշ բան է գրած, Լուսինե ջան, հավեր ունեմ, բոլորը հիվանդացել են, ինչ անեմ, ոնց կարող եմ ձեր հետ կապի մեջ մտնել, ես երեխեք բժիշկ չեմ, անասնաբույժ չեմ, ես ինչ անում եմ, ես կարող ասեմ էս արեք, բայց ես
ես էլ եմ չէ հարցնում, անասնաբույս չեմ, գնում եմ այդ կերի խանութը, հատուկ կովի, հավի, այդի կերերի խանութում դեղեր էլ կան, այդ դեղերը հարցնում եմ, սենցա վիճակը, էս եմ տալի, են եմ տալի, ինչ տամ, իրանք հանում են դեղը տալիս են, ես անասնաբույս չեմ, ես կարող եմ իմ կանտակը գրեմ, տակը կապի մեջ լինենք, բայց ես անասնաբույս չեմ, ես տվել եմ տորֆ ու օքսացիկլին խառնել եմ, մի հատ իմ վիդեոները նայեք, թե ես ինչ եմ տալի, իմ հավինը աղիքային խնդիր էր, կարողա ձերը ուրիշ խնդիր լինի, իմ վիդեոներում նայեք, ես ինչը բայկոկ եմ տվել, այդ տորֆն եմ տվել, գնացեք այդ կերերի խանութը կենթանիների ապտեկային, ասեցի կովի, հավի, այդ ապտեկան հարցրեք, ասեք ձեր խնդիրը, իրանք դեղը կտան, թե չէ, ասենք ես չգիտեմ ինչա ձեր խնդիրը, որ ասեմ ինչ անեք, կամ ասենք ես որ ասեմ իմ հավերն է, ես ինչ ուզում անում եմ, ասենք ոչ թե ինչ ուզում անում եմ, այլ ես ռիսկով տալիս եմ այն ու հանում եմ ոտի, որ որոշ չափով, որ բոլորը չսատկեն, ասենք իմ հավն է, ես կարող եմ թեկուզ տամ այն, որ սատկել իմ սխալի համար, բայց ես չեմ կարողա, ես կարամ կիսվեմ ինչ եմ տալի, բայց ես չեմ կարող, վերջի վիբրը ձերն է, ես չեմ կարող ձեզ ասեմ վերցրեք ու էս տակ, հետո զանգեք կամ գրեք, ասեք Լուսինե, ձեր ասելով էս ինչ բանը տվեցինք, իմ հավերը սատկեց, կարողա, ասենք ձեր հավերը արդեն վաղուց պիտի սատկեին, բայց Լուսինեն այդ դեղի անունը ասեց, դա տվեցիք մի օր հետո սաղ փռվեցին գետին, ես երեխեք, խորհուրդ ինչքան էլ հարցնում եմ, բայց 10-ը չափում եմ, մեկը անում եմ, այսքան բան կարամ ասեմ, իսկ այդ սխտորաջուրա եւ այլն, հեքիաթ է, դրանք չեն օգնում, մեկ ասում է մարգանցով տկա եմ տալի, մեկ ասում է կանաչ սոխ եմ տալի, մեկ ասում է սոխ եմ տալի, մեկն ասում է սխտոր եմ տալի, սխտորաջուր եմ տալի, երունդա չի անցնում այտենց հեքիաթներ, անտիբիոտիկ, միայն մտեք եթե հավերը հիվանդ են, մենակ իրանցը կփրկի անտիբիոտիկը, այսինքն տորֆն ու օքսացիկլինը, ինչքան հիշում եմ, օքսացիկլիներ խառնում եք ու լցնում եք, իրանք խմում են, փոշիա, լցնում եք, խառնում եք, մի հատ վիդեոների մեջ նայեք, էլի, ինչ եմ տալի, ինչ դեղ եմ տալի հավերին, մի հատ մտեք նայեք, այդ օքսացիկլինը մի քիչ կասկածում եմ, կարող սխալ եմ անունը ասում, չեմ հիշում, մի հատ մտեք վիդեոներս նայեք։ Հեսա կմտնենք տուն ճուտիկներին է ցույց կտամ երեխեք ջան, հիմա գնանք, ասում էին, շուտ է Լուսինե ջան, շուտ է կանանչիները ծալե, ես էցի ծաղում եմ, ասում էի, կարողա նախ շուտ եմ ցանել, շուտ եփ ենք ցանել, ապրելին ենք ցանել, ուրեմն շատ թարմ ու ընտիր լավ որակի սերմեր է այդ կինը տվել, մենակ այդ կնոջից եմ ես այդ սերմերն առնում, որ մի անգամից ծլել է երեխեք, ասում էի խոտա, կարողա խոտա, ես էլ արդեն համոզվել, որ կանանչիները չի ծլել, հեսա տալեմ ձեզ ցույց տամ, տար Լուսինե ջան, տար մեզ ցույց տուր, տրամադրությունս չեմ գցում, սկզբից գցել էի, լավ չէի զգում, բայց այդ մարդը որ եկավ հետս խոսած, համ հոգեբանորեն, համ բացատրեց իր վիճակը, երեխեք ով որ առել է ինչ ինկուբատոր կուզի, ինչ ինկուբատոր կլինի, որ առել է, որ տե նմատակությունը հավասար չի գնում, խնդիր կա, կարող եք ինձ գրել, շատ ուժեղ մասնագետ է, լավ ինկուբատորներ են սարքում, եթե ես մի պուճուր շուտ իմանայի, ես հաստատ Արամից կառնեի, այդ մարդու անունը Արամ է, Արամից կառնեի ինկուբատորը, ինքը թանկ էլ չի ասում, լավ սարքում է, լավ տալիս է, այն որ ասում է 100%-նի տալիս է ձեռը, այլ վազիցա չես լինում, մեկ-երկու անգամ չես տալի սարքել իմ նման, բայց եթե դուք առնչվել եք ինպես ինկուբատոր եք առել ու լավ չի աշխատում, կարող եք գրել, ես այդ մարդու դանիները կտամ, իր հետ կկապնվեք, իր հետ ձեր խնդիրները կասեք, ինքը պերեձելկա էլ անում, ինքը սարքում էլ ոնց ասեցի, շատ լավ էլ համեստ ակուրատնի մարդ էր, շատ թանկ էլ չի ասում, կսարքի կբերի, գինն եք ասեմ, ինչքան գումար եմ տվել այդ ամեն ինչը, որ լրիվ պերեձելկա է անելու իմ ինկուբատորը, այ հիմա գնանք ցույց տամ իմ բարիքները, մեջքս բռնվել է, թևերս բռնվել է, այս վզիս հատվածը բռնվել է, երևի նրվից ձգվել եմ, ինչ եմ արել, սաղ բռնվել է, յա, կլուբնիկի գլուխ է տվել, հեսա ցույց տամ երեխեք, ու գրեք կոմենտարիայում, էսի ինչա, այն ինչա, ես դաժե չեմ հիշում, ինչ եմ ցանել, հեսա ցույց տամ, այսինքն հիշում եմ ինչ եմ ցանել, ուղղակի որը որ ծլել է, չգիտեմ որը ինչա, էտա, թե չէ, ասենք գիտեմ ինչ եմ ցանել, այս առաջինը, ինչքան հիշում եմ, համեմից եմ սկսել, թե պետրուշկայից, չեմ հիշում, այն կլուբնիկա գլուխը արդեն տվել է, տենում եք երեխեք, ծլել է, այս կլուբնիկա
գլուխը արդեն տվել է, բայց մի քանի հատ եկար, ես փորեցի, հանեցի։ Կտեղափոխեմ իրան, ես գիտեմ, որ դե տեղափոխեմ։ Նայեք, երեխեք, ես չգիտեմ, պետրուշկայից սկսեցի, թե չէ։ Ես ինչքան հիշում եմ, սամիթ հա։ Հələ գրեք, երեխեք, բայց եթե հիշում եք, գազար էլ եմ ցանել։ Բայց ես համեմն ու պետրուշկեն ցանեցի, հետո սամիթը ցանեցի, հետո ինչքան հիշում եմ, ցանեցի ռեհանը, ստե հələ նոր է ինչ որ բաներ քցել, ստե էլ այտենց բան չեմ։ Երեխեք այնքան դժվար է ստե ռեհան։ 2 տարի արդեն ռեհան եմ ցանում, ռեհանները դաժե շիթիլ եմ դրե, չի ապրում, բայց լավ հող է, էլի սև լավ հողա, ես այդ թրիք մրիք լցել եմ, մշակել եմ, սաղ ձմեռ մնացել է։ Ստե արդեն տենում եք, այս սոխա, տեսնում եք, այն հատիկ սերմ եմ գցել, այդ սոխն է։ Այս 100% պարզ երևում է, որ սոխն է։ Այս ինչա ստեղ ծլում, չգիտեմ։ Ինչ ես ծլում դու ստեղ, կաղա գազարա։ Ստեղ չգիտեմ ինչա, կաղա գազարը էսա։ Ստեղ հələ նայեք։ Գազար էլ ենք ցանել ստեղ, ըստեղ ինչեր ա գցել, չեմ պատկերացնում, չեմ հասկանում։ Հեսա հələ նայեք, հեսա այս արանքն է սերմանգել, հələ սրանք չեմ պոկում, բայց եսի գիտեմ, որ խոտ կլինի հաստատ։ Այսքան չի կարա բարձրանա։ Սենց, տեսնում եք, սենց գցել է։ Ու ստեղից չեմ հիշում, որ կողմն եմ սալատ ենք ցանել այդ խուճուճ մառոլը, բայց ըստեղից արդեն շատ եմ համեմարել, հեսա, այս վերջի ցանածը, սաղ սենց դուրս է եկե։ Տենում եք, մինչև վերջ լրիվ ծլել է։ Այս հələ անձրև ա գալի բան, մեկու մեջ թող ինքը բարձրանա, ես խոտ կանեմ։ Երեխեք, սենց մանր, տեսնում եք, մանր մուրի են ասում, ինչ են ասում, ամբողջ բաղջեն, այսինքն մանր մուրի է, հələ գրեք տենամ էս ինչ է։ Մորի է, այն մանր կլուբնիկի նման, ինչ է։ Աստեղ դե կարտոշկեն է, մինչև այնտեղ կարտոշկեն բերեցի, ցանեցի, դե էլ ցույց չտվեցի, որտեվ արդեն բան ենք արել, ստե մոտիկ բերեմ, այսենց, էլ չանցնեմ են կողմ։ Էսի երեխեք, ինչն է, այդ կարմիր, ինչա, բողք չէ, ինչա։ Վայ, անդադ մոռանում եմ, բոլոկի։ Էսի այդ բոլոկին է երեխեք, թե այդ կարող է խուճուճ մառոլն եմ ցանել, բայց ինձ թվում է բոլոկին է էսի։ Հələ մի հատ գրեք, այս կողքն էլ որ ծլել է, չգիտեմ, այդ ընդհանուր բոլոկի է, թե այդ խուճուճ մառոլը ըտեղ է, թե խուճուճ մառոլը այս կողմերն է, չեմ հիշում, որ ճիշտն ասեմ, սենց։ Սրանք լրիվ կանաչիներս ծլել են։ Ասում էին հնարավոր չի, ինչ ես խոսում, հիմա կանաչի չի աճի։ Դե հիմա աճել է։ Ուրեմն շնորհակալ եմ այդ կնոջից, որ թարմը ընտիր բանա տվել, սերմա տվել ու իմ կանաչիները սաղ աճել է։ Աստեղ սաղ ցանել ենք երեխեք։ Էլ տեղ չունեմ ստեղ։ Հեսի սենց։ Հետևորդուից չեմ հիշում, Կարինեն էր թե Լյուդան էր գրել էր Լուսինե ջան աշունել փորի, հետո գարունը կփորես հեշտ կլինի ցանել, խոտ չի աճի։ Տենում եք այս ծերից ծեր փորեցի, վերջացրեցի։ Չէ, այն կողմերը դե արդեն խոտա բարձր, այդտեղ մշակած չի, փորած երբեք չի եղել, այսինքն եղել է այդ մարդիկ չեն ապրել ու տենց խոտերա աճել։ Այսքան տեղն է, ոնց ասած, փխրուն հող, այսքան տեղն է փորել եմ։ Երեխեքիս ասեմ, այսքանը փորել եմ, տենում եք, էլի խոտ աճե։ Հնարավոր չի, որ ասում եմ խոտ աճում, աճում է, կապ չունի։ Աշունն ես փորում, նորից գարունն ես փորում, էլի փորած հողի վրա խոտ աճե։ Այս հողը պատրաստել եմ երեխեք ջան շիթիլների համար, այստեղ որոշել եմ, ասում եմ կարող եմ հələ ինչ խորհուրդ կտակ, մենակ սպասեմ շիթիլներ դնեմ, թե մի քանի առու պրոստը ձեռքի կարտոշկա էլ ցանեմ, ինչ խորհուրդ կտակ, հələ մի հատ գրեք։ Հələ տենում եք երեխեք, այս մուրի է, ինչ է, հələ սաղ տեղ ամենուր եք սենց խոտերի մեջ, ծառների մեջ, հələ ինչքան Անցյալ տարի ծառը տանձ չկար վրեն, այս տարի լավ ծաղկել է, ինչի համար, որովհետև սաղ ծառները էտել ենք։ Սաղ չէ, նրանք ոչ միրգ են տալի, ոչ մի բան 100 թվի ծառներ էին, չեմ էտել, էս եմ էտել ու տենում եք, արդեն թազա ճյուղեր, թազա ձևավորում է, առողջ ճյուղեր ա լինելու։ Էս էլ սենց, այս կողքը, չգիտեմ, ես եթե տեսնեմ հինա, այդ կողքից հանեմ, տեսնենք։
Տեսնում եք, ես լրիվետել ենք 130 տարվա երևի ծառա, շատ մեծ ծառա, տեսնում եք, ես էտել եմ ինքը արդեն սիրուն փունջ։ Այս ծառները вообще ոչ մի բան չէին բռնում։ Ինչ եկել եմ, էտում եմ, արդեն բռնում են։ Երեխեք, ներողություն եմ խնդրում, այնքան խառն էի, ասեցի երեխեքս կհասկանան ինձ, զանգեցի հարևանիս, ասեցի Սարի լոբին երբ ցանեմ, ասեց կարաս հիմա էլ ցանես առանց ձեզ։ Նայեք, տեսնում եք, գարուխս սաղ աճել է։ Հեսա այն կողմ կֆռամ ավելի ցույց կտամ։ Այդ ծերը տեսնում եք, դրանից մի քիչ այս կողմ արդեն ըստեղ լրիվ Սարի լոբի է։ Սարի լոբի է, երեխեք ջան, ցանած, ցանել եմ արդեն, այսենց։ Տեղ չունեմ, էլի շատ բան կուզենայի դթում մթում ցանեի, բայց տեղ չունեմ, вообще տեղ չունեմ էլ։ Սաղ ցանած է։ Գիտեք չէ, վախում եմ, հենց եմ վախում այս խորը խոտերի մեջից։ Պետք է կալոշներով ելնես։ Հանկարծ օծ-մոծ, չնայած քանի տարի ապրել եմ, չեմ նկատել, բայց դե, որ ասում եմ, բանը մի անգամ է, տենում եք, սաղ ծլե, բարձած է, ահագին բարձած է գարուխս։ Լուսնե ջան, ինչ ցանել ես, այն էլ կհնձես։ Կարող ես ցանել, կարտոշկա չես հնձելու։ Նույնն էլ Աստվածաշնչում, բարին ցանես, բարին կհնձես, չարը ցանես, չարը կհնձես։ Տեսակ երեխեք, լրիվ աճել է։ Այդ կնոջից եմ սաղ սերմերը, պաստանի էլ չեմ փոխելու։ Մեկ ասում են գնա Վանաձոր այդ կենտրոնի գլոբուսի մեջի ծառ, բայց չէ, տես։ Անցյալ տարի հա կանանչիները, այսինքն կանանչից չեմ ցանել, կարկուտ շները լիքը բան, հայաց չէր ելնում, մի տարի եմ բաներ ցանել չի եղել, էդ էլ կարկուտը, անցյալ տարի մի քանի բան ցանել եմ կարկուտը։ Այսքան տեղը որ լրիվ սենց բանա, հեռացնեմ, այսենց։ Այսքան տեղը լրիվ լոբիա, Սարի լոբիա։ Կստատի, հեսա ասեմ, ես էլ հիշեմ ասեմ։ Այս տարի այս ծառը չեմ տենում յասաման, լավ չի բռնել յասաման, вообще չի բռնել, մի եկ երկու, այն վերևը 3, 4, 5, լավ չի բռնել այս տարի յասամանը, ախր ջարդեց է, նեն ձուն եկավ, կարկուտ եկավ, սաղ ջարդեց, երևի դրանից, այս սպիտակ յասամանա երեխեք, հələ նայեք, շատ սիրուն սպիտակ յասամանա, այս էլա քիչ բռնե, մի երկու ճյուղա բռնե, որովհետև ջարդեց, սաղ կարկուտը ձունը եկավ, սաղ խնձորի ծառները, սաղ ջարդեց, սաղ պարկել էին։ Այս էլ պիոնն է, մի հատ այլնում, տեսեք ինչ բանո, փարթամա, ուխ, փարթամ պիոնա, մի հատ է դուրս եկել, որովհետև թրիք-մրիք եմ լցրել, ստեղ մշակել եմ փարթամա։ Այս էլ է պիոն, բայց էսի ուրիշ գույնն է, էսի սենց, ստեղ այս ցելոֆոնը չջարդի հանենք պիոնները, ծալվել է, ցելոֆոն եկել է վրեն, ծալվել է, ահա, այս էլ է սենց, սրանք, որը հելել է, որը չի հելե, որն էլ արդեն վсё, բարձ, ինչ հելավ, ուզում եմ գնանք, ստեղ էլի հելնելու են, պուճուր զանգակի նման, հա հեսա հելել է, ալը քաղեմ ցույց տամ, նրանք հոտ էլ գալիս է, այս սենց ծաղիկ է հելնում, սրանք էս հաստ բանել, այս ինչ անունը, հելը գրեք տենանք, զանգակի նման, սիրուն սպիտակ ծաղիկներ է։ Հիմա չեմ ուզում խոտերը քաղենք, որտեվ լիք արդեն անձրևային ժամանակներ է, ստե Վանաձորում խոնավ ժամանակներ է, կարելի է խոտը լավ բարձրացել է, մի քիչ բարձրանա, առաջինը քաղեմ, տենց արևը չորացնի, հիմա չի չորացնի, որովհետև անձրևներա կնեխի խոտը, դրա համար չեմ քաղում։ Իսկ ցածերը, որը նուրբ է բան քաղում եմ, հավերին եմ տալիս։ Մինչև ինչ ծրագիր ունենք։ Ուրեմն այսօր մասնագետը պետք է գա, ինչ ենք անում, ոնց ենք անում, շան տեղը փոխում ենք, թազա տեղ ենք սարքում, իրան սետկա պատում ենք, որ հավերը հելնեն վիկուլի, համել ըտեն շան համար ապահովա, ընենց ապահով չի, ով մտնի սետկի ծենկոմ, մարդես, կամ կարող է ոսկոր գցի, կամ ինչ որ մի բան գցի, շանը վնաս տա, ընենց որ մարդես կյանքում չկան չար մարդիկ, շանը տեղը փոխում ենք, պարտադիր, սենց թե նենց, համ շան ապահովության համար, համ էլ հավերը, որ դուրս գան վիգուլի, փոխում ենք տեղը, վարպետը պետք է գա, ասի ինչա պետք, ոնց է պետք, հետո նենց անենք, որ շլանգով տաք ջուրը միացնեմ, սիմբոլին լողացնեմ էլ, այս ինչ անել եմ դուս, տնից անել եմ դուս, ինքը չի լողացել, պարտադիր պետք է լողանա, լողացնենք, այս էլ ասեն, սաղ տեղ մորիա հել է, որ դե աշկաս ընգնում է մորիա եղել։
Ես նախ առաջինը ուզում եմ ներողություն խնդրեմ իմ երեխեքին, որ սպասում էին, ինչ եղավ, ոնց եղավ, ուշացրեցի վիդեոն, երեխեք իրականում դուք ինձ կհասկանաք, այնքան վատ եմ եղել, այնքան վատ եմ եղել։ Ես ներողություն եմ խնդրում, որ վիդեոն ուշ ա թողարկվում, երեխեք իրականում շատ վատ եմ եղել, որ չեմ կարա թե ոչ ռուսական ալիքի Լուսնե վլոգ լատիներեն տառերով Լուսնե վլոգ այդ կանալին ինչ որ բան նկարահանում անեմ, ոչ էլ հայկական կանալին։ Ես հասկանում եմ, ես հավատում եմ, որ դուք ինձ կհասկանաք, Տերը ձեզ օժնի, դուք ինձ կհասկանաք։ Իրոք շատ վատ եմ եղել, բայց դե հույսով եմ, որ սա չի կրկնվի, կյանքում ամեն ինչ էլ պատահում ա։ Արդեն կաշխատեմ վիդեոն մեր հետևորդներից ասում են մի քիչ շատ, թեկուզ կարճ, բայց շատ վիդեոներ գցի, կաշխատեմ, երեխեք ջան, կաշխատեմ, իրոք լավ չեմ եղել, դրա համար չեմ արել։ Ներող կլինեք։ Զադանի եմ տալիս, որ բացի բոլոր սաբշենիները, որ ես կարդամ, հանեմ ձեզ։ Մարդկա պրոստը լավ բան ա գրել, ընկելա, որ կյանք առաջի անգամ ա մտել նայել, առաջի անգամ ա գրել, ես այդ չեմ տեսել, չի թողարկել YouTube-ը։ Հասկացաք, մենեջերը չի թողարկել։ Ես մտնում եմ, հանում եմ, ուշ կտենամ, ուշ կպատասխանեմ, ներող կլինեք, դա ինձանից չի, դա մենեջերից ա։ Նենց որ ինձանից չի, էս է սենց։ Մի հատ մեծ տարիքով неадекват կին, երբ մենեջերին զադանի տվեցի, ասեցի բացի, ասեց համաձայն ես, որ սաղ տեսնես, ասեցի համաձայն եմ, բացի սաղ տեսնեմ, մի տարիքով կին գրել էր, հլա սրա սիփաթին տեսեք, հլա սրա վիճակին տեսեք, ու ես բացում եմ, նայում եմ, ասում եմ Տիկին, որ ես քեզ չեմ գրել, բայց ես վստահ եմ, ես ձեզ չեմ էլ գցել չորնի, բայց հաջորդ անգամ կգցեմ չորնի։ Ու վստահ եմ, դուք նայում եք իմ վիդեոն, բայց դուք նայելու եք, բայց դուք չեք կարող գրել ոչինչ։ Գիտես ինչ, ես ինչ կասեմ, ես մեղավոր չեմ, որ դու ծանր հոգեբանական, հոգեբանորեն մանկություն ես ունեցել։ Եթե մարդը չարացած ա, ես գնալով համոզվում եմ, ու չար բաներ ա գրում, ես քանի գնում համոզվում եմ, դաժե եթե չեք հավատում ինձ, կարող եք հոգեբաններին հարց տաք։ Եթե մարդը ունենում ա ծանր, անհարգալից վերաբերմունք, այն որ ծեծում են, ջարդում են, վիրավորում են, ցածրացնում են, ունիժատ են անում, նման տերոր ընտանիք ա ունենում, ամուսինը տերոր ա, կամ դժվար մանկություն ա ունենում, հայրը տերոր ա եղել, ինչ-ինչ պատճառներով, աբիժնիկ ա մեծացել, ինքը չի հասկանա նորմալ ընտանիքի մեծացած, առողջ ընտանիքի մեծացած երեխեքի կյանքը ինքը չի հասկանա, ինքը մինչև մահ ու գերեզման, մինչև գնա իր ժամանակը լրանա գնա, ինքը մեկա մնալու է տենց աբիժնիկ ու չարությամբ լեցուն, որովհետև ինքը չարացած է աշխարհի վրա, չարացած է իմ վրա, չարացած է այն մյուսի վրա, որ խի ասրա կյանքը լավ է, հարգալից վերաբերմունք, բայց իմ կյանքը տենց է եղել։ Ես մի բան կասեմ, տիկին ջան, դու ես ուզել, որ քո կյանքը տենց է եղել։ Եթե կինը թույլ է տալի, որ իրան վիրավորեն, ցածրացնեն, հա, կինը կուլ է տալի այդ վիրավորանքը, ինքն է մեղավոր, որովհետև եթե դու անձամբ թույլ ես տվել, ներել ես, այնց որ երկրորդ, երրորդ անգամը, որ մի բանը ներում ես, երկրորդ, երրորդ անգամ կրկնվում է։ Դա դուք եք վիբռարել ձեր կյանքը, դուք եք ընդունել ու չի կարելի մարդկանց, հա ես չեմ ասում ու հլկանի ես էլ ասեմ, ես չեմ ասում, որ բոլորի համար հարգալից կլինեմ, բոլորի համար սիրելի կլինեմ, այդեն չի լինում կյանքում, մեկի համար խոսքի լավ վերցնեմ Շուշանիս համար, Շուշանը դուրը շատ է մեկել, Կարինեի դուրը շատ է մեկել, որ Կարինեն գրել է դու իմ քուրիկն ես, դա հենց անենց բառեր չի, ես հենց անենց չեմ ընդունում, միշտ ինձ լավ բաներ են գրել, իրանց կողմից ես սիրելի եմ, բայց քո կողմից ատելի եմ, թեխի եմ ատելի չգիտեմ, դու ինձ չես ճանաչում ու չճանաչելու հետ համեն տենց բաներ ես գրում, ես պռոստը զարմանում, հա, եթե դու ինձ ճանաչեիր, ինչ որ մի բան, ասենք ասեիր, հա, ինքը ասում ա մի բան կամ նկարում ա մի բան, իմ հարևաններն է գիտեն, ես ոնց կամ, երեխեք, ես ոնց ծնվել եմ, տենց է կամ։ Ես այդ քամելոն բնավոր, ես ցույց եմ տալի, այսօր կոսարած, վաղը ոսկի ես հիմա ասենց կոս եմ արել, գործ եմ անում հայաթը։ Լավ կլինի, որ նկարահանեմ, ասենց քսվեմ, դզվեմ, չգիտեմ, սիրուն շորեր հագնեմ ու մտնեմ գոմը, չեք ասի, այս ցիցիկնով այս արտիստը, այս սիրուն շորն հագի մտելա գոմա մաքրում։ Բնական, ես ոնց կամ,
Տենց կամ ես դաժե իմ ընտանիքին եմ ասել, իմ կեսին եմ ասել, եթե դու սիրում ես, դու պիտի սիրես ինձ այնպիսին, ինչպիսին ես որ կամ։ Ես չեմ փոխվում, ես քամելոն չեմ։ Ես ոնց եղել եմ, ներկայությամբ բնավորությամբ նույնը մնացել եմ։ Ոչ մի բանը չի փոխվել։ Կարող ասենք առաջ ավելի սենց կռվարար, հա, կարողա որ նա կռվարար, 10 պատասխաներ, կարողա հիմա որ տիրոջը ճանաչել եմ, ծառայում եմ տիրոջը, մի բանը կուլ տամ։ Հասկացաք, չէ՞ տարբերությունը։ Իսկ առաջ չէ, ասենք կարող կանի ասի դու ով ես, ոտից գլուխ քեզ նայել ես, որ իմ հետ տենց խոսաս, ես կյանքում թույլ չեմ տա ու թույլ չեմ տվել, որ հանկարծ իմ հետ բարձր տոնով ու վիրավորական խոսքով, կլինի ընտանիք, կլինի ով ուզում ալինի, որովհետև իմ papan տենց է մեծացրել, ասելա ես սկի իմ երեխեքի վրա ձեռ չեմ բարձրացրել, ոչ մեկ իրավունք չունի իմ երեխեքին ասի, ստեղից նստին դե, ուզում ես 20 տարվա ամուսնացած եղել, կապ չունի, դու իրավունք չունես, ոչ մեկ իրավունք չունի իմ երեխեքին վիրավորի կամ ձեռ բարձրացնի կամ մանյակություն, ես դա համարում եմ մանյակություն, իմ բառերով ասեմ, մանյակություն եմ, ճանճես ինչ ա ուզում, մանյակություն եմ ես համարում, որ ուզում ես դու իշխես, հա, իշխես, բայց տենց չի լինում կյանքում, ես թույլ չեմ տա, որ ինչ որ մեկը կարանա ինձ իշխի, ով ուզում ա լինի, իսկ իմ ծնողը իմ հանդեպ չի իշխել, ես իմ առողջ մանկություն եմ ունեցել, ես ասել եմ, էս եմ ուզում ու ես ուզել եմ էդ, ստացել եմ էդ, չեն ծերոր չի եղել իմ ընտանիքում չի եղել սենց վեկալ են քուրիկներս մեծ են սենց ասեն մենք սրան ենք ընտրել, սրան պիտի առնես, հա, սրա հետ պիտի ամուսնա, չկա տենց բան։ Մեր ընտանիքում սեր ա տիրել, վիբռը մերն ա եղել։ Մենք ումը ուզել ենք, նրան էլ ուզել ենք։ Վիբռը մերն ա եղել, բայց դա չափանիշ չի, եթե ասենք մարդը խոսքի դու տիկին դժբախտ ես եղել, դու քո վիբռն ա եղել, չհարգված ես եղել, դա քո վիբռն ա եղել։ Եվ այլն։ Ես պրոստը գիտես ինչ, Տերը ողորմ ա քեզ, ձեզ էլ չեմ ուզում ասեմ, հա, ասենք երևում ա էլի, որ սենց կյանքով մեկ լեցուն սենց կեղտի մեջ գնում գալիս եք, բայց մի բան իմացեք, վերջում Աստծուն եք հանդիպելու, դատի առաջ եք կանգնելու, ամեն մեկս պիտի պատասխան տանք մեր արարքներին, դրա համար ինչքան, ես չեմ ասում մենք 100% ենք, ես 100%-անոց եմ, չկա տենց բան, ես էլ իմ սխալներ ունեմ, ես էլ եմ սխալվում, ընկնում եմ, բայց բարձրանում եմ, իմ սխալների վրա սովորում եմ, երկրորդ անգամ չեմ անում, բայց ես մի բան գիտեմ, որ ես երբեք մարդուն եթե չբարձացնեմ, չօգնեմ, մոտիվացիա չտամ, հաստատ ես մարդուն, ով ուզում ա լինի, վերջի բոմժին էլ ես վատ բան չեմ ասի։ Այսքանը։ Հենց որ ես հասկանում եմ նման մարդիկ, որ նման վատ բան են գրում, դա ինձ չի գալիս, դա ես չեմ ընդունում, ես չեմ ընդունում դրանք, որովհետև դա իմ հասցեի հետ, իմ հետ ընդհանրապես կապ չունի, հենց որ։ Հիմա գնում ենք տուն, ճուտիկներին ցույց տամ, դուք էլ գրեք, ինչ կասեիք այդ ճուտիկների համար, գնամ ավելացնեմ, մինչև ինկուբատորը բերեն, թե այդքանը մնան մինչև իմոնք, տեսնենք, մեկ էլ հնդուշկա եմ ուզում, տեսնեմ, եթե շատ թանկ չլինի, հնդուշկա եմ ուզում եմ, հնդուշկա եմ ուզում։ Հենց որ տիկին ջան, սենց սիփաթ կերազեիր ունենայիր։ Երևի դուք ձեր մասին եք խոսում, գնացեք հայլու մեջ, ձեր սիփաթին նայեք, ես ինձ միշտ հայլու մեջ նայում եմ ու Աստված այս ինձ նկարել ա ինձ ոտից գլուխ, տվել ա իմ մամային պապային, նենց որ։ Երեխեք ջան, չենք մոռանում բաժանորդագրվել։ Բաժանորդագրվեք շտապ, լավ նորություններ ենք ունենալու, նենց որ շտապ արագ բաժանորդագրվենք, գոնե սկզբից այդ 1000-ը դզենք, գոնե մի 500-ը այս մի քանի օրում 500 հետևորդ հավաքենք, շտապ երեխեք ջան, օգնեք Լուսինեին, զանգակի կոճակը չենք մոռանում սեղմել եւ լայքերը։ Ես շնորհակալ, զառանի շնորհակալ եմ հայտնում իմ հետևորդներից, որ օգնում են ինձ։ Սենց տաքանում են, տաքացնող լամպա, կամֆորտ են զգում, կուչա չեն հավաքվում, որտև տաքատեղները։ Ես իրանց տալիս եմ մինչև մի ամսեկան նոր ծնվածի ու մինչև ամսեկան հատուկ կեր ու ջուր եմ հլը դեռ տալի, մտածում եմ բերեմ թե չբերեմ, նոր սկսեմ դեղ տալ։ Այս սրա աչքերը նայեք, ոնց որ քսված լինի։ Շատը կապուտ կանանչա ծնվել, գիտեք երեխեք։ Կապուտ ձուն ա շատը։ Այսքանին, այս 10 հատին։
փրկել ենք, ու վсё փրկել եմ։ Տակը թեփա, կմեծացնեմ կարոբկեն, հələ կարոբկա էլ չեմ բերել, մեծ, ներքևից կբերեմ, էսա։ Առողջ ճուտիկներ մեծանաք դուք, առողջ, նայեք արդեն առած սկսել են ուտել։ Նենց որ երեխեք ջան, այսքանը, հա, մեկը գրել էր, չեմ հիշում որ մեկն էր, Կարինեն էր գրել, թե Լյուդան էր գրել, չեմ հիշում անունը, գրել է Լուսնե ջան, որ դուք կառուկայի մեջ դրել եք ջերմաստիճանը 40-ը նորմալ է, ոչ, ձուն կխաշեք, 30 առաջի երկրորդ օրը 38.2, հետո 38, արդեն 14, 15, 19-րդ օրը մինչև ձվից ճուտը հելնելը, արեք 7-8 նորմալ է, 7-5-ը 6 նորմալ է, նենց որ 40-ը բնականաբար խաշոցի է գնում, ճտերը կսատկեն, ձվատվությունը դուրս չի գա ճտերը, մեջ կխեղդվեն, այսքանը։